Ակառախելացի բնական գազի դետեկտորը կենցաղային օգտագործման համար նախատեսված դետեկտոր է, որը հայտնաբերում է բնական գազի արտահոսքը։ Եթե հայտնաբերված գազի խտությունը հասնում է նախապես սահմանված ազդանշանային շեմին, դետեկտորը միացնում է ձայնային և լուսային ազդանշան և ծանուցում է ուղարկում բջջային հավելվածին, հաբի միջոցով։ Պետք է զգոն լինել և անհապաղ արդյունավետ քայլեր ձեռնարկել վտանգը վերացնելու համար, խուսափելով լուրջ հետևանքներից։ Սնուցում և նախապատրաստում։ Միացրեք սնուցման ադապտերը վարդակին։ Դետեկտորը 3 անգամ ձայնային հուշում կտա և կմտնի նախապատրաստական ռեժիմ, որը տևում է 3 րոպե։ Երեք րոպե անց կանչի ցուցիչը կմնա միացված, ինչը նշանակում է, որ սարքը մոնիտորինգի ռեժիմում է։ Ինչպես ավելացնել սարքը հավելվածում։ Քայլ առաջին, բացեք հավելվածը, սեղմեք գումարման նշանը վերին աջ անկյունում։ Ընտրեք Smart Natural Gas Detector։ Երբ հաբը հնչեցնում է «Խնդրում ենք ավելացնել աքսեսուար ձայնային հուշումը», արագ սեղմեք դետեկտորի կոճակին 3 անգամ։ Քայլ 4. Եթե ինդիկատորը թարթում է կանաչով, սարքը վերականգնվել է և մտել է կապակցման վիճակ։ Քայլ 5. Եթե լսում եք հաբի ձայնային հուշումը, աքսեսուարը հաջողությամբ ավելացվել է, նշանակում է սարքը հաջողությամբ գործարկված է։ Բնական գազի արտահոսքի ազդանշան։ Եթե կարմիր ինդիկատորը թարթում է յուրաքանչյուր վայրկյանին և ազդանշանային ձայն է հնչում, նշանակում է սարքը հայտնաբերել է գազի արտահոսք և միացել է ազդանշանային ռեժիմը։ Կապակցված ազդանշան։ Մուտք գործեք կարգավորումներ, լրացուցիչ կարգավորումներ, կապակցված ազդանշան։ Միացրեք այս ռեժիմը, որպեսզի ցանկացած մեկ դետեկտորի հայտնաբերած արտահոսքի դեպքում բոլոր կապակցված դետեկտորները միաժամանակ ազդանշան տան։ Այս դեպքում կարմիր լույսը թարթում է ամեն 4 վայրկյանը մեկ, ուղեկցելով ձայնային ազդանշանով։ Ձայնային ազդանշանի անջատում։ Եթե համոզված եք, որ միջավայրը անվտանգ է, կարող եք միացնել լրացման ռեժիմը հավելվածում բոլոր ակառայի գազի դետեկտորների համար։ Սեղմեք կոճակը ազդանշանը անջատելու համար։ Անջատումից հետո պահեք կոճակը 3 վայրկյան, որպեսզի վերականգնեք ազդանշանը։ Սարքի ինքնաստուգում։ Մուտք գործեք սարքի տվյալների էջ, սեղմեք լրացուցիչ կարգավորումներ, ինքնաստուգում։ Ինքնաստուգման ժամանակ ինդիկատորը կթարթի 3 տարբեր գույներով, իսկ ազդանշանը կհնչի 3 անգամ, նշելով, որ սարքը աշխատում է նորմալ։ Մոնիտորինգի նորմալ ռեժիմում սեղմեք և պահեք կոճակը 3 վայրկյանից ավել, որպեսզի մուտք գործեք ինքնաստուգման ռեժիմ։ Ինչպես տեղադրել։ Դետեկտորը պետք է տեղադրել գազօջախից հորիզոնական ուղղությամբ 1-ից 4 մետր հեռավորության վրա։ Պատի վրա ամրացնելիս այն պետք է տեղադրվի գազօջախից կես մետր բարձր և առաստաղից 0.3 մետր ցածր։ Ուշադրությամբ կարդացեք օգտագործողի ձեռնարկը։ Տեղադրման ընթացքը։ Քայլ առաջին։ Համոզվեք, որ հաբին մոտ տեղում կա սնուցման աղբյուր։ Քայլ 2. Սեղմեք կոճակը և օգտագործեք հաբի որոնման ֆունկցիան, որպեսզի ստուգեք ազդանշանի կայունությունը։ Քայլ 3. Համոզվեք, որ ամրացման սալիկի անկյունը ճիշտ է։ Տեղադրում պտուտակներով։ Քայլ առաջին. Ընտրեք հարմար դիրք։ Նշեք անցքերի դիրքերը համապատասխան ամրացման սալիկի վրա։ Քայլ 2.
Անցքեր բացեք և տեղադրեք ընդլայնման խողովակները։ Ամրացրեք սալիկը ինքնաշխատ պտուտակներով։ Տեղավորեք եռանկյուն նշանը սարքի հետևի մասում, սալիկի վրա եղած նշանի հետ և պտտեք ժամացույցի սլաքի ուղղությամբ, ամրացնելու համար։ Տեղադրում սոսնցով։ Հեռացրեք պաշտպանիչ թաղանթը սոսնձի մեկ կողմից և կպցրեք այն սալիկի հետևի մասում։ Ընտրեք հարթ, մաքուր և չոր տեղ։ Մի կպցրվեք ներկված կամ պատված մակերեսի վրա, քանի որ ժամանակի ընթացքում դետեկտորը կարող է ընկնել։ Քայլ 3. Հեռացրեք երկրորդ կողմի պաշտպանիչ թաղանթը, սեղմեք 30 վայրկյան ամրացնելու համար։ Համակցեք եռանկյուն նշանը սարքի հետևում սալիկի նշանի հետ և պտտեք ժամացույցի սլաքի ուղղությամբ, ամրացնելու համար։ Թաքնված մալուխով տեղադրում։ Եթե ցանկանում եք թաքցնել սնուցման լարը, կարող եք բացել սալիկի անցքը, անցկացնել լարը դրա միջով և թաքցնել այն պատի մեջ։ Ինչպես կարգավորել ավտոմատացումները։ Դուք կարող եք ստեղծել տարբեր ավտոմատացումներ ակառը այլ սարքավորումների հետ։ Օրինակ, ակառը Camera Hub G3-ի հետ կարող եք սահմանել հետևյալ ավտոմատացումը։ Եթե Smart Natural Gas դետեկտորը հայտնաբերի արտահոսք, ապա Camera Hub G3-ը պետք է հնչեցնի նախապես ընտրված ձայնը։ Արտահոսքի հայտնաբերման դեպքում դետեկտորը կարող է արձակել ազդանշան, հեռանալու զգուշացում տալով։ Aqara, continuous connection.